Տիկին Հակոբյան, երբ ես այս ամբիոնից խոսում եմ, ես խոսում եմ փաստերով, ձեզ հորդորում եմ լինել ուշադիր եւ միավորված ազգերի կազմակերպությունը չխառնել ԵԽԽՎ-ի հետ։ Միավորված ազգերի կազմակերպությունը հրապարակել է Հայաստանի կառավարությանը ՄԱԿ-ի 6 անկախ փորձագետների ուղղված փաստաթուղթը կապված Բագրատ arczepiskopos Գալստանյանի եւ Սրբազան շարժման հետ կապված մասնակիցների ձերբակալությունների եւ քրեական գործերի հետ։ Մայիսի 11-ին Հայաստանի կառավարությանը ուղղված այդ փաստաթղթում փորձագետները պարզաբանումներ են պահանջել այդ քրեական գործերով ձերբակալությունների, դրանց իրավաչափության եւ այլ հանգամանքների վերաբերյալ։ Նաև այդ փաստաթղթում նշվել է, որ հունիսի 12-ին տեղի ունեցած միջադեպերը ուղեկցվել են կամայական ձերբակալություններով եւ հունիսի 12-ի միջադեպի արդյունքում 83 ցուցարար եւ 8 լրագրող վնասվածք է ստացել։ Հաջորդը Տիկին Արփի Դավոյան, ես հիմա կթվարկեմ ձեր թիմակիցների անունները, որոնք չեն ծառայել զինված ուժերում։ Նիկոլ Փաշինյան, Էդուարդ Աղաջանյան, Հակոբ Սիմիդյան, Բաբ Կենթունյան, Արարատ Միրզոյան, Արսեն Թորոսյան, Արեն Մկրտչյան, Սարգիս Խանդանյան, Սերգեյ Բագրատյան, Շիրակ Թորոսյան եւ այս ցանկը ավարտում չէ Տիկին Դավոյան։ Հաջորդը պարոն Էդուարդ Աղաջանյան, երբ խոսեցիք հարուցված քրեական գործերից, որոնք այս ամբողջ նախընտրական ու բուն ընտրական գործընթացում են հարուցվել, ձեզ ուզում եմ հիշեցնել միջազգային հեղինակավոր դիտորդական կազմակերպությունների, այդ թվում ԵԱՀԿ-ԺՄԻԳ-ի եւ ԵԽԽՎ-ի դիտարկումները ընտրական process-ի վերաբերյալ, որտեղ հստակ մտահոգություն է արձանագրված Հայաստանում ընդդիմադիր գործիչների ձերբակալությունների քրեական հետապնդումների կենտրոնացման վերաբերյալ եւ որտեղ խոսք կա ընտրովի արդարադատության ընկալումների ձևավորման մասին։ Սա էլ մենք չենք ասում, ասում են անկախ միջազգային հեղինակավոր կառույցները։ Հիմա բուն ելույթս, որը վերաբերում է այսօր այս դահլիճում հնչած արդարացումներին, հարգելի իշխանականներ, դուք ջանք ու եռանդ չէիք խնայում ու իրար հետ չէիք տալիս արդարանալու, թե ԵԽԽՎ բանաձևը, որը սահմանում է, թե ով է քաղբանտարկյալը, ընդունվել է նախկին իշխանությունների կողմից։ Եվ արդյոք դա ձեր իշխանությանը ազատում է քաղաքական պատասխանատվությունից Հայաստանում տիրող ներկա խայտառակ վիճակի մասին, ամենևին ոչ պարոն Հարությունյան։ Հարժանապատիվ հայրենակիցներ, ձեզ ուզում եմ մի խոստում հիշեցնել, 2018 թվական մայիսի 16 Նիկոլ Փաշինյանը նոր էր ստանձնել վարչապետի պաշտոնը, երբ խոստացավ, որ Հայաստանում քաղբանտարկյալների հարցը պետք է լուծվի, որպեսզի Հայաստանը ազատվի քաղբանտարկյալներ ունեցող երկրի խարանից։ 18 թվական օգոստոսի 17 նույն անձը հայտարարեց, որ նոր Հայաստանում քաղբանտարկյալներ չեն լինելու։ Ես հիշում եմ նաև 19 թվականը, երբ նա իր 100 փաստերի շարքում 75-րդ տեղում այդ նույն պնդումը տեղավորել էր, բայց ավաղ իրականությունը ուրիշ է։ Ինչպես բազում այլ խոստումներ, այդ խոստումը եւս մնաց օդում կախված կամ հակառակ տրամաբանությամբ իրականացվեց։ Այսօր մենք 26 թվականում ենք ապրում, այսօր Հայաստանում ավելի շատ քաղբանտարկյալ կա, քան 91 թվականից ի վեր միասին ամբողջ ժամանակահատվածում։ Սամվել Կարապետյան, Ալեքսան Ալեքսանյան,
սրբազան հայրերը Արթուր Սարգսյան, Ավետիք Չալաբյան, Արեգնաց Մանուկյան եւ այս ցանկը էլի կարող եմ թվարկել, ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում անունները չհնչեցրեցի։ Իշխանությունը, որի ներկայացուցիչներից շատերը իրենց համարում են քախալացյալներ, այսօր Հայաստանում ոչնչացրել են անմեղության կանխավարկածը, մեղադրանքը դարձրել են դատավճիռ, քննչական մարմինների վարկածը չակերտավոր փաստ, իսկ կալանքը պատժիչ միջոց։ Ու ամենակարևորը մեկ անձի ցանկությունը որևէ մարդու դարձնել հանցագործ, իրավապահ մարմինները որպես օրենք են ընդունում ու իրականացնում են վայրկյանի ճշգրտությամբ։ Այս բարձր ամբիոնից մի շատ պարզ հարց ունեմ, հատկապես ՔՊԱ-կան կանանց։ Դուք ինչ զգացողություններ եք ունենում ամեն անգամ տեսնելիս այն տեսարանները, որոնք հրապարակում են իրավապահ մարմինները։ Դուք ինչ զգացողություն եք ունենում, երբ կարդում եք ձեզ նման մի կնոջ անձնական ընտանեկան կյանք ներխուժելու մասին պաշտոնական հաղորդագրություն։ Գուցե հեշտ է post factum ասել, որ ափսոսում եք կամ չեք կիսում մոտեցումը։ Արժանապատիվ հայրենակիցներ, ես անուններ նշեցի, որոնց շուրջ քրեական գործեր են հարուցված, բայց դրանք առանձին մարդկային պատմություններ չեն, դրանք համակարգի մասին են, մի համակարգի մասին են, որտեղ 2022 թվականի հուլիսի 15-ին դատարանի նիստերի դահլիճում ուղիղ եթերում մարդ մահացավ, Արմեն Գևորգյանը, սա ներողություն, Արմեն Գևորգյանը, այո, ներողություն Գրիգորյանը, սա մի համակարգի մասին է, որտեղ 2019 թվականի հունվարի 26-ին Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում լրագրող Մհեր Եղիազարյանը մահացավ, որովհետև նրա վիճակը կալանքի հետ անհամատեղելի էր։ Ինչ հետևեց այս դեպքերին եւ ով պատժվեց։ Ոչինչ եւ ոչ ոք։ Տարբեր մարդիկ են, տարբեր մեղադրանքներ, բայց կա մեկ ընդհանրություն։ Նրանք բոլորը այս իշխանության քաղաքական ընդդիմախոսներն են կամ քննադատները։ Վերջում, հարգելի ՔՊԱ-կաններ, մի բան լավ հիշեք, ցանկացած իշխանություն ժամանակավոր է, ձերը նույնպես։ Եվ մի վիճակագրական տվյալ ևս ձեզ համար, Տիկին Հակոբյան, երբ խոսում եք խոսքի ազատության մասին, ու դա իբրև ձեր իշխանության ձեռքբերում եք նշում, հորդորում եմ ուսումնասիրել լրագրողներ առանց սահմանների միջազգային հեղինակավոր կազմակերպության զեկույցը։ Այնտեղ Հայաստանը 34-րդ տեղից 50-րդ տեղն է զբաղեցնում, գրանցել է դիրքերի անկում։ Հորդորում եմ կարդալ խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի զեկույցը 2010-18 թվականներ և 2018-26 թվականներ, մի քանի ցուցանիշ նշեմ, օրինակ, ֆիզիկական բռնության դեպքեր, 77 դեպք մինչև 18 թվականը, 82 դեպք ձեր իշխանության օրոք, ճնշումներ ԶԼՄ-ների նկատմամբ, 466 դեպք մինչև 18 թվականը, 795 դեպք ձեր իշխանության օրոք, տեղեկատվության, ազատության և տարածման հետ կապված խնդիրներ, 209 դեպք մինչև 18 թվականը և 825 դեպք ձեր իշխանության օրոք։ Սա Տիկին Հակոբյան ասում է խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, չի ասում 5-րդ տալիքը, որտեղ ես աշխատել եմ 8 տարի և հպարտ եմ դրա համար։